Ողջույն հարգելի հեռուստառադիո լսողներ, եթերում է Կոդ Պուլսը։ Այսօր իմ հյուրն է համայնքային զարգացման պատասխանատու Վարդուհի Սոլակյանը։ Վարդուհի, ողջույն։ Ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Այսօր կխոսենք համայնքային զարգացման, ոչ ֆորմալ կրթության եւ կհասկանանք թե ինչն է իրականում համայնքների շարժիչ ուժը, հա։ Դուք որպես համայնքի զարգացման կենտրոնի պատասխանատու, այ կուզենայի մի երկու բառով ներկայացնեիք ավելի պարզ ձևով թե ինչ է համայնքը, ինչ է համայնքի զարգացումը եւ իր կենտրոնները իրենից ներկայացնում։ Համայնքային զարգացման կենտրոնը հիմք դրվեց 2 տարի առաջ, այսպես էր իմ հիմնական փորձի հիման վրա, գյուղերը հիմնականում շատ պասիվ են եւ կան լիքը խնդիրներ, որոնք որ թվում է թե անլուծելու են եւ պետականորեն եւ մասնավոր սպեկտրով, որ նայես անընդհատ բողոքում են, այս հնարավոր չի անել կամ սպասում ենք տարիներ ի վեր ինչ որ մի խնդիր լուծելու, այդպես էլ մնում է անլուծելի։ Ես փորձեցի ինքս այդ հարցի լուծմանը գնալ, այսինքն գնալ խնդրով, բայց նաև տանելով հետս լուծում։ Այսօր հնարավոր է այդ խնդիրը լուծել, բազմիցս ծրագրեր իրականացնում են Հայաստանում, սկսած դրամաշնորհներով կամ այլ ՀԿ սպեկտրում։ Ես ինքս դիմել եմ անձամբ, փորձելով այդ խնդիրների խրճակը բացել, սկսել հեշտականորեն դասավորել, որը բնականաբար դասընթացների ոչ ֆորմալ կրթության միջոցով ինձ տրվեց։ Այդպես 2 տարի առաջ այդ մեր Caps-Lock ծրագիրը վերաբերվում էր Ախորյան խոշորացված համայնքին, շուրջ 35 բնակավայրով։ Այսինքն այստեղ խոշորացված համայնքի հարցներ, թե բնակիչները կամ առաջնորդները, ակտիվ բնակիչները ինչպես են վերաբերվում խոշորացված համայնքին, կա արդյոք այդ գաղափարը կամ մտածելակերպը արդեն իսկ խոշորացված, այլ ոչ թե առանձին բնակավայր։ Ցավոք կնշեմ, այդ առաջի տարին բոլորս, ովքեր մասնակցում էին ծրագրին, թերևս անհատապես հենց իրենց գյուղի խնդրի մասին էին մտածում հանձինս ինձ, այսինքն իմ բնակավայրը, իմ խնդիրները, երիտասարդները, ընդհանուր իմ գաղափարները, լուծումները, բայց երբ որ արդեն մոդուլը սկսվեց ու դրամադրվեցին կրթական այդ process-ները գնաց, արդեն երկրորդ մոդուլին մենք արդեն մենք ընտանիք, այսպես համայնք համագործակցում ենք մեր ակտիվ բնակիչների հետ, համայնքային ծառայողների հետ, վարչական ղեկավարների հետ այդ մեծ ցանց ստեղծեց, որը հնարավորություն տվեց իմ բնակավայրից դուրս տեսնել այլ բնակավայրի խնդիր, թերևս ոչ այնքան տարբեր։ Ու այդպես երրորդ տարվա մեջ մոդուլը ստեղծվեց կենտրոններ, այսինքն ոչ այդքան կենտրոններ, տարածքներ թերևս, որովհետև գրանցված ինչ որ բան չունի տարածք կենտրոն կոչվելու, այսինքն տարածքներ են, որտեղ հագեցվեցին մեծ տեխնիկաներով, այսինքն այն հնարավոր ամենաառաջնային կարևոր տեխնիկա է, որը օրինակի համար ես կօգտագործեմ որպես իմ բնակավայր կամ համայնք զարգացնելու համար։ Առաջնահերթություն։ Այո, առաջնահերթություն 35 բնակավայրը այսօր ունի տարածքներ հագեցված տեխնիկայով եւ նաեւ հատանտամները, որոնք այսպես կարճ անվանումով համայնքային առաջնորդների թիմի անդամները օգտագործում են տեխնիկան իշա իրենց բնակավայրի համայնքի։ Ես ինքս իմ բնակավայրում, գետք բնակավայրում ռեսուրս որպես այդպեսին հետազոտություններ ունեմ կատարած նաև ծրագրեր, այդ հնարավորություն տվեց ես ինքս խնդիրը տանեմ լուծման իմ օրինակով, իմ բնակավայրում խրախուսեմ երիտասարդների ոչ ֆորմալ կրթությամբ զարգացնել համայնքը։ Ինչ ենք անում, հավաքվում ենք մեջտենտմերտ, գաղափարներ ենք կիսում, խնդիրներն ենք վերհանում, չգիտեմ, այնտեղ հմտություններն ենք զարգացնում, այսինքն այդ հմտությունները ինչ են, ժամանակի կառավարում, ինչպես քո, այսպես ասած, օրը կազմակերպել կամ խրախուսել մոտակա շաբաթները այսպես կարգ ու կանոնով գնան առաջ։ Երիտասարդները այդ առումով բաց են, չունեն տեղ։ Այսինքն մենք ունենք այդտեղ աշխատելու
կարիք։ Շատ լավ, տես այդտեղ դու խոսացիր, որ համայնքներում կաղավորումը եւ այլն ամեն ինչ արվում է ու այսինքն փաստացի կարելի ասել, որ գույքով ու մնացած տեխնիկայով համալրման թե կարիք կա, թե նաեւ այդ կարիքը լրացվում է, բայց այստեղ հետաքրքիր է թե ինչն է այլ պակասում համայնքներում, հա, բացի նյութատեխնիկականից, նաեւ ինչ հմտություններ կամ ինչ գիտելիքներ կամ փորձ է պակասում, որը չկա մարզերում կամ համայնքներում, որոնք որ կարելի է լրացնել ու պետք է լրացնել։ Ես ավելի շատ կշեշտեմ մաշտու ինքնազարգացման, ինքնակշտության մասով, ինչքան է մենք մաշտիկս մեծանանք, հասունանանք, կարիքը կա, որ կշտվենք։ Այդ հմտությունների առումով մենք թիրախավորված ենք, այսինքն երիտասարդները այո կշտվում են, բայց հմտությունները շատ այսպես հետ են։ Համայնքներում բնակավայրում ցավոք կան նաև երիտասարդներ, այսպես ասած չեն հետաքրքրում համայնքի կամ բնակավայրի խնդրով, թողել են հույսը, այսինքն պետական մակարդակով կան, խնդիրը լուծեն կամ չեն լուծվում, ուրեմն այդպես պետք կամ ոչ մի բան չի փոխվի։ Մենք մեր մասով, իմ մասովս խրախուսում եմ երիտասարդներին իրենք իսկ իրենց հմտությունները զարգացնելով բնակավայրը տանեն զարգացման փոքր քայլերով, չեմ ասի պետական ինչ-որ լուրջ խնդիրներ լուծեն, բայց կան փոքր խնդիրներ, որոնք հնարավոր է մենք մեր ուժերով փոփոխենք, այսինքն ռեսուրսը գնահատենք մենք մեր մարդկային եւ բնական ռեսուրսներ, որոնք որ էլի այսպես կապակցված են, հնարավորություն է նաեւ զարգացնելու գյուղական այսպես միջավայրը Եվ նաև ինչի՞ չէ համագործակցությունը երիտասարդի հետ հավաքվելու, իրար հետ կիսելու օր կամ ժամեր, հնարավորություն է նաև մեկը մեկից փորձառություն, հմտություններ, գաղափարներ, այսպես իրար հետ փոխանակվելով հասկանան թե իրանք ինչպես կարող են փոխել կամ եթե ճանապարհ էլ չեն գտնում, հաստատ այդ մոտիվացիան մեկը մեկից հաստատ կանցնի կփոփոխվի ինչ-որ մի բան։ Այդ փոփոխությունը փոքրիկ կտանի հետո նաև գյուղերի զարգացմանը։ Շատ լավ, իսկ մասնակցությունը ոնց կգնահատես մեր երիտասարդության համայնքային տարբեր ծրագրերում։ Տես դու մասնակցել ես տարբեր ծրագրերի, ինքդ էլ իրականացրել ես ծրագրեր մարզերում, ինչ ես կարծում, երիտասարդությունը ակտիվ մասնակցություն ունի այդ ամեն ինչին, թե ավելի пассив են ու որն է այդ пассивության պատճառը, այսինքն իրենք չեն հավատում, որ հնարավոր է իրենց շնորհիվ ինչ-որ մարզում բան փոխել, թե այլ պատճառներ կա այդ ամեն ինչին։ Հա, իմ մասովս թերևս որպես այդպեսի լուրջ հետազոտություն չունեմ, թե որ տոկոսային հարաբերությամբ են մասնակցում, բայց իմ փորձս 4 տարի եւ ավել այս ոլորտում կարող եմ նշել, որ երիտասարդները բավականին ակտիվ են եւ կա տենդենս, որ էլի երիտասարդների մի մաս կա, որ пассив է։ Երկու կողմերի հետ ինչպես հավասար շփվել եմ եւ տեսել եմ խնդիրը որտեղ է եւ ինչումն է կայանում։ Այն երիտասարդները, ովքեր որ փորձում են իրենց գրաֆիկի մեջ հստակ մտցնել, որ կարող են նաև ոչ ֆորմալ կրթության արդյունքում հասնել արդյունքի, այսինքն եւ անձնային աճի եւ գյուղի զարգացման, նաև կան երիտասարդներ, որ անհետաքրքիր է իրենց այդ ամեն ինչը, ժամանակի մեջ չեն տեղավորվում կամ ցանկություն չունեն ծանրաբեռնվածություն վերցնեն այս մասով, որ կարողանան ինքնազարգանալ կամ ընդլայնել այդ խնդիրները եւ տանել լուծման։ Այդ երկու կողմը շատ հակասական են ինձ համար, թերևս շեշտում են, որ չի փոփոխվի մասան երիտասարդ, ովքեր չեն ուզում։ Ես կասեմ, տվեք երիտասարդներին միջավայր, տվեք հնարավորություն տեսնելու, թե ինչպես են փոփոխվում միջավայրը, գյուղերը կամ խնդիրները եւ իրենք իրանց մեջ կփոփոխեն հաստատ։ Եթե ոչ բոլորը, գոնե մի փոքրիկ մաս էլի կգան դեպի ակտիվ այդ միջավայրին, դեպի այն երիտասարդները, ովքեր ակտիվ են։ Շատ լավ, դες խոսացինք կապված ստատիստիկայից, համայնքներում ակտիվ զարգացման, այնտեղ ես մի փոքր տենց
վերլուծություն ունեմ ու նաև ուսումնասիրել եմ, որ համայնքներում կազմակերպվող մոտ ոչ ֆորմալ կրթության դասընթացներին մասնակցողների մոտ 30-40%-ն է, որ ավելի ակտիվ են մասնակցում, քան մնացածը։ Այստեղից կարելի է մի հատ հետաքրքիր հետևություն անել ու հասկանալ որն է, որտեղ է սխալը, ու գտնել այդ սխալները, թե որոնք են, հա, թե պետական մակարդակում, որոնք որ իրականացվում են, թե հասարակական կազմակերպությունների ու այն կառույցների կողմից, ովքեր զբաղվում են այդ հարցով, այ քո կարծիքը դրա վերաբերյալ։ Շատ լավ հարց է, կարող եմ ասել, չգիտեմ, ես եթե փնտրտող անձ եմ, հաստատ կգտնեմ այն կազմակերպությունը կամ պետական ծրագրերը, որոնք որ իշա իմ ծրագրերի են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկրներից թվով կարծեմ երրորդն է եւ լիքը ենթադրամաշնորհներ, դրամաշնորհներ, գրանտներ կան, ըստ քո նախընտրած ծրագրի, այսինքն քո առաջ քաշած խնդրի, դու կարող ես գտնել քո, այսպես ասած, ուղին։ Բայց նաև այս մասով տեղեկատվությունը կարող եմ շեշտել, որ իմ փորձից ելնելով 4 տարի առաջ չկար գյուղերում նույն այս հնարավորությունը, ինչ հիմա է։ Այսինքն տեղեկատվություն չկար, որ ծրագիրը ինչ է առաջարկում, որ ՀԿ-ն կամ պետական ծրագիրը ինչ է քեզ տալու, այդ ամեն տեղեկատվությունը առաջինը այդ սպեկտրին կարող ենք ուշադրություն դարձնել, դպրոցների հետ կապը։ Այսինքն եթե կա դպրոցների հետ կապը, երիտասարդները ավելի շատ դպրոցն են եւ ուսանողներն են, այնտեղ կարող ենք գնել։ Այսինքն քայլ անենք, ոչ թե սպասենք երիտասարդը գա դեպի քո ՀԿ-ն կամ պետական ծրագիր, այլ դու գնաս իրենց մոտ ներկայացնես քո ծրագիրը։ Այսօր այդ հնարավորությունը կա ու տեսնում եմ այդ շարժը դեպի դպրոց, դեպի ուսանողներ, որ կարողանան տեղում ծանոթանան ինչ ծրագիր ես դու բերել։ Այսօր այդ հնարավորությունը Ախուրյան համայնքում քիչ-քիչ այսպես շարժում ենք առաջ մեր հատանտամների միջոցով, նաև ակտիվ ՀԿ-ների միջոցով, ովքեր իրանք քայլ են անում, գնում են գյուղեր, գնում են դպրոցներ, ինչ որ ոչ ֆորմալ կրթությամբ իրենց ծրագրով ներկայացնելու եւ դասավանդելու, որպեսզի երիտասարդը ավելի տեղեկացված լինի ինչ ծրագրի կարող է մասնակցել կամ ինքը որոշի որտեղ կուզե։ Անցնենք ավելի մշակութային քննարկման։ Ինչ ես կարծում, մշակույթը այսօր ավելի շատ գործիք է հանդիսանում զարգացման, թե ավելի շատ մարդիկ դիտարկում են մշակույթը որպես ինչ-որ միջոցառումների կազմակերպում, որովհետև մենք գիտենք, որ երբ որ կազմակերպում են ինչ-որ համերգային ծրագիր կամ նմանատիպ ծրագրեր, իրենք ասում են, թե մենք կազմակերպեցինք այդ ամեն ինչը, դա մշակույթ էր, բայց արդյոք դա էր մշակույթը, թե ավելի խորը ենթատեքստ ունի այդ ամեն ինչը ու ինչ ձևով պետք է այդ ամեն ինչը ճիշտ ներկայացվի հասարակությանը, որպեսզի թե մենք, թե մեր քաղաքի հյուրերը ընդհանրապես հասկանան մեր մշակույթը ու սովորեն դա։ Շատ լավ հարց է, ես այդ մասով կարող եմ ասել, որ ճիշտ թիրախավորված այսպես միջոցառումը, այսինքն դեպի մշակույթ, նաև ներկայացնում ես քո երկիրը, եթե այդ սխեման ճիշտ է կառուցված դեպի մշակույթ, ինձ թվում է կհաջողենք։ Այո, ունենք միջոցառումներ հատուկ հենց մշակույթին, փառատոններ, որոնք կազմակերպում են, թերևս այս վերջերս դաշտ տվեցին գյուղական փառատոններին, որտեղ օրինակ մշակույթն է հենց պրոպագանդվում, երգ, պար, արվեստ, մշակույթ, ամեն ոլորտից կա ու այդ շատ կարևոր է, երբ որ լուսաբանում ես, երբ որ ցույց ես տալիս քո ամենափոքրիկ, բայց արժեքավոր մշակույթը, ինձ թվում է այդտեղ մենք կհաջողենք հրավերք անել, անվճար ինչ որ խրախուսական այդպես միջոցառումների դեպքում հնարավոր է հասնել մշակույթի այդ ճյուղին եւ կպնել ամենաթույլ տեղերին ու զարգացնել դեպի ավելի լավ ընդարձակ
մեր պատմությանը էլի մենք մեր գյուղերում շատ քիչ գյուղեր կան, որ շատ ակտիվ են, ունենք գյուղեր, որ ակտիվ են, բայց անցած տարի ես ինքս կազմակերպեցի հենց դրա մասնորներ, նաև պետական ախորյան խոշորացված համայնքի պետական այրերի հետ աշխատելու արդյունքում ստացանք մշակույթի օր, որը երբևիցե չէր եղել մեր գյուղում, եւ երիտասարդների այդ ոգևորվածությունը, բնակիչների ներգրավվածությունը կամ քոշ ինչ որ մի բանով օգնել, այսինքն էտել է մշակույթ, իրար օգնելու, իրենց գյուղը ներկայացնելու, տարածքը ներկայացնելու, ինչի՞ չէ, նաև իրար հյուրասիրելու այդ սիրուն մշակույթը մենք ունենք, ինչի՞ չանենք։ Շատ լավ, այսինքն մենք եթե իրան մշակույթը որպես այդպեսին ամփոփենք, կստանանք, որ նաև ուղիղ համատականը տարբեր ոլորտների զարգացմանը, հա, երիտասարդության, բիզնեսների, սպասարկման, այն կախված նրանից, թե մենք ոնց ճիշտ կներկայացնենք մշակույթը, դրանից է նաև կախված, թե ինչ տեսակով կարող ենք տվյալ համայնքը կամ տվյալ համայնքի մարդկանց զարգացնել եւ հնարավորություն տալ, թե իրենց համայնքում գումար աշխատելու, թե ճիշտ ներկայացնելու ու զարգացնելու։ Շատ լավ, եթե վերցնենք ասենց 3 հիմնական կտորներ, հա, մշակույթ, երիտասարդություն, ոչ ֆորմալ կրթություն ու միաձուլենք, այսինքն մենք ոնց կարող ենք պատկերացնել այդ 3-ի միաձուլումը ու Հայաստանի զարգացումը առաջիկա տարիներին, հա, ոնց կգնահատես այդ ամեն ինչը ու ինչքանով են իրենք ավելի լավ զարգացած մեզ մոտ, ինչն է պակասում այդ 3-ի միաձուլման արդյունքում ավելի լավ զարգացում տալու, թե մեզ մոտ արդեն ամեն ինչ լավ է։ Այսինքն կուզենայի ավելի շատ նաև խոսենք այդ մասին, թե ինչքանով մենք կարող ենք այդ ամեն ինչը ավելի բարելավել ու լավացնել։ Հա, փոխկապակցված են մեկը մեկի հետ, ինձ համար թերևս ինչի համար, ոչ ֆորմալ կրթությունը ինձ համար հաշտակ է ինքնազարգացման, դու ես որոշում քեզ համար կրթության որ ճյուղը վերցնես եւ գնաս առաջ, այսինքն դու այդտեղ ինքնազարգանում ես։ Ամեն հնարավոր երիտասարդը ինքն է կարևոր չէ թե որտեղ որ կրթությամբ որ մասնագիտությամբ է առաջ գնում դպրոցում թե ուսանող ժամանակահատվածում ոչ ֆորմալ կրթությունը հնարավորություն է տալիս նաև փոխ համագործակցության, այսինքն նաև այդ շղթա է քո համայնքի հետ, քո տարածաշրջանում երիտասարդների հետ գաղափար կիսելու, այսինքն փոխ համակցված է այդ ամեն ինչը, ոչ ֆորմալ կրթություն, իրար հետ փոխանակում ես քո փորձով, այդ էլ է շատ կարևոր, ստեղծում ես մի ցանց քո գաղափարակիցների, գաղափարը դառնում է ինչ որ գործունեություն, որը տանում է դեպի լուծման ինչ որ խնդիր կամ մշակույթ կլինի, թե արվեստ կլինի, թե ինչ որ համայնքային հարց, տանում է դեպի զարգացման եւ մշակույթը շատ արժեքավոր է մեզ համար հայերիս եւ շատ կարեւոր է այն գործունեությունը, որը դու ծավալում ես կամ գնում ես այդ ուղղությամբ, լինի արժեքի հիմքում էլ մեր մշակույթը, որը ընդհանրակ է միշտ ուսումնասիրելու կարիք ունի, մենք միշտ ունենք զարգանալու ու զարգացնելու մեր մշակույթը։ Շատ լավ, դե հա, այստեղ կարելի է դիտարկել, որ ինչքան մենք զարգացնենք միշտ այդ տեղը կա ու միշտ մանավանդ Հայաստանը մեծ պատմություն ունի ու այդ պատմությունը պետք է միշտ ճիշտ ձևով ներկայացնել, մանավանդ մշակույթի գործիչները, այսպես ասած, ավելի շատ աշխատանք ունեն ներկայացնելու, որտեղ մեր ցանկացած համայնքում, գյուղում մենք ունենք շատ մեծ պոտենցիալ ու շատ հետաքրքիր նաև չբացահայտված, հա, կարծեմ ինչ-որ տենց բանել կարող ասեմ չբացահայտված Հայաստան, այսինքն մենք այնտեղ շատ բաներ ունենք, որոնք որ պետք է ուսումնասիրենք, բացահայտենք ու ներկայացնենք։ Հետազոտության կարիք կա, ուսումնասիրելու կարիք կա, նաև փաստար այն մասին, որ շատ ռեսուրսներ մեր Հայաստանում ամրագրված չէ, այսինքն ոչ մի ձև չի երևում։ Օրինակի համար քարտեզ այսօր ոլորտը ավելի ինտերնետային է, ավելի բաց է հաշտակը, մենք այնտեղ էլ կարող ենք հաղթանակած լինել, ինչու՞ չէ, ներկայացնել ճիշտ մշակույթը, որ կարողանաս գնահատել քո ունեցածը, այսինքն քարտեզագրում անես, չգիտեմ, ցույց տաս աշխարհին, թե ինչ հնարավորություն ունես,
փոքր գյուղերում թերևս բնակիչները շատ այսպես пассив են այդ առումով, հա ունենք թե ունենք, իրանց համար սովորական է, բայց օտար աչքի համար այդ անկնահատելի, այսպես յուրօրինակ, արտասովոր մի բան է, ինչի չներկայացնես։ Մենք ինքներս երիտասարդներս ամեն առավոտ ամեն օր կարող ենք մի նոր բան ներկայացնել ու ինտերնետով այդ հնարավոր մեծ հաշտակ է, որ դու կարողանաս քո գյուղը, քո համայնքը ներկայացնես։ Այս տարի հույս ունեմ իմ ամենախոշոր եւ բաղձալի ծրագիրը վառվող ջրի հատվածը գյուղում, որը տուրիստական նաեւ իմ ոլորտին վերաբերվող ռեսուրս է, բարեկարգվի, այսինքն օտար մարդ, տուրիստ, ով գալու է գետք այդ ռեսուրսը գնահատելու, տեսնելու եւ հետաքրքիր է ունենա գեղեցիկ հանրային տարածք եւ նաեւ բնակիչների համար դա երկար տարիներ այդպեսի բան չի եղել եւ հնարավորություն այսօր կա համագործակցելով ՀԿ սպեկտրի հետ Ախորյան հուշարձված համայնքի պետական այրերի հետ ստանալ մի գեղեցիկ տարածք, որտեղ իշա բնակչության, այսինքն մենք երիտասարդներս նորովին ներկայացնելու գյուղը եւ իր ռեսուրսը, այդ ինձ թվում է ինձ համար թերևս հաղթանակած ծրագիր կլինի։ Շատ լավ, դες կա նաև այսպիսի մի հետազոտություն, հա, մարդկանց մեծամասնությունը ասում են, որ մանավանդ Հայաստանում շատ են, որ դժգոհում են, հա, իրենց համայնքից, ասում են դա մեր համայնքում սա վատ է, բայց հարցումներ են հասկացրել, որի արդյունքում ասել են, որ դե մենք դժգոհում ենք, բայց ոչ մի միջոցառման կամ համայնքի զարգացման ծրագրի չենք մասնակցել։ Այսինքն կարելի է ասել նաև այստեղ, որ ավելի շատ ոչ թե համակարգն է վատը, այլ մարդկանց վերաբերմունքն է նաև շատ пассив այդ ամեն ինչին ու նաև սկեպտիկորեն, հա, իրենք վերաբերվում են այդ ամեն ինչին։ Արի նաև այսպիսի մի հետաքրքիր բան ներկայացնենք, այդպես մեզ հիմա շատ երիտասարդներ են հաստատ լսելու, օրինակ իրենք ինչից կարող են սկսել իրենց համայնքը զարգացնել, հաստատ կլինեն շատերը, որ կուզենան համայնքային զարգացման ծրագրերով զբաղվել ու շատ ես երիտասարդներ գիտեմ, ովքեր որ շատ են սիրում այդ ամեն ինչը, համայնք զարգացնել, տարբեր նախագծեր իրականացնել եւ այլ, որն է իրենց առաջի քայլը ու որտեղից սկսեն, հա, ես որպես երիտասարդ, եթե ուզում եմ իմ համայնքը զարգացնեմ, որն է առաջի քայլը, որ ես կուզենամ այդ քայլը անեմ ու սկսեմ այդ զարգացումը։ Հա, ես իմ փորձով ասեմ, ես սկսել եմ երազանքներից։ Երազանքները թերևս սկսեն չիրականանալի, ինչ-որ բաղձալի մի բան է, որը չի իրական։ Երազանքը դարձրեք գործողություն, նպատակ։ Դրեք ձեր առաջ ինչ-որ մի գաղափար, երազանքին կից եւ այդտեղից սկսեք։ Այսինքն միտքը, երազանքը, գործողությունը հավասար տարեք առաջ։ Երկրորդ փնտրեք այն մարդկանց, ովքեր ձեզ գաղափարակից են, կհավատան այդ քո երազանքին, քո գաղափարին։ Գտեք ֆինանսավորում, այլ կարևոր կետերից մեկը, հաստատ կգտնեք, եթե կա ցանկություն, կա երազանք, կա գործողություն, որ կուզեք նպատակ, որ իրականացնեք, հաստատ կգտնեք ճանապարհ։ Դիմեք անընդհատ, ես դիմել եմ եղել է որ ծրագրեր չեն հաստատել, օքեյ չեն հաստատել, ուրեմն այդ իմը չէր, փորձել եմ առաջ գնալ։ Տեղում մի կանգնեք, անընդհատ փորձեք նոր դռներ թագել, հաստատ լիքը հնարավորություններ կան, անհնարին ոչինչ չկա։ Շատ լավ, իրականում շատ հետաքրքիր էր ու շատ կարևոր էր ուղերձը, որովհետև ամփոփելով, հա, ամբողջ թեման, մենք կարող ենք ասել, որ այդ ամեն ինչի համայնքի զարգացման ու այդ ամեն ինչի կենտրոնում մարդն է կանգնած, ով պետք է պատասխանատվություն վերցնի, երազի ու փորձի անկախ ամեն ինչից զարգացնի իր մարզը, համայնքը, քաղաքը։ Այսպեսով երևի ամփոփենք մեր հաղորդումը, շատ բովանդակալի զրույց ունեցանք, նաև կարծում եմ շատ երիտասարդների համար ավելի շատ ինֆորմատիվ էր ու մոտիվացնող էր, որպեսզի կարողանան բոլորը նաև պատասխանատվություն վերցնեն իրենց վրա ու զարգացնեն։ Կարծում եմ դա առաջի քայլն է, որ իրենք պետք է հենց այդ պատասխանատվությունը վերցնեն ու փորձեն անեն այն ամենը, ինչը մյուսները չեն անում ու գնան իրենց երազանքի հետևից։ Շնորհակալ եմ Վարդուհի հյուրընկալվելու բովանդակալից զրույցի համար։
Մեծ սիրով։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Վարդուհի Ցոլակյանը, համայնքային զարգացման կենտրոնի պատասխանատու։ Մեզ կարող եք հետևել Գյումրի FM-ի եթերում 97.9 ռադիոկայանի եթերում եւ Armount TV-ի եթերում։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։